Նկատել եք, ինչպիսի հալածանքի են ենթարկվում Փաշինյանի երեխաները։ Այս 7 տարիների ընթացքում ես չեմ գրել վարչապետի երեխաների մասին, եւ դա ճիշտ եմ համարել, բայց այսօր ուզում եմ առաջին եւ վերջին անգամ գրել, որպեսզի մեր ընթերցողները իմանան իմ դիրքորոշումը։ Նախապես ներողություն եմ խնդրում Փաշինյանից եւ Աննա Հակոբյանից նրանց երեխաների մասին գրելու համար։ Սակայն ընթացող այս հալածանքի պայմաններում դա անհրաժեշտ է։ Մեկ հալածանքի հետևում միայն դաշնակցականները, ղարաբաղցիները կամ կտրիչի մարդիկ չեն կանգնած։ Հալածանքի հետևում կանգնած են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնք հիբրիդային պատերազմի շրջանակում ընտրություններից առաջ չեն խոշորում պայքարի որևէ մեթոդից։ Երկուցից ավելի է տեսնել, թե ինչպես են ռուսական ռեսուրսները քննարկում Փաշինյանի երջանիկ ու գեղեցիկ ընտանիքը, այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահը առանց կնոջ ու երեխաների է եւ նրանց թաքցնում է հասարակությունից։ Դրա համար էլ ծիծաղելի է, որ հուսերենով այդքան շատ տեսանյութեր կան Փաշինյանի երեխաների մասին։ Փաշինյանի երեխաները իրականում շատ բարի եւ շատ դաստիարակված են։ Այս 7 տարիների ընթացքում նրանք ոչ մի անգամ իրենց գոռոզ չեն պահել, ոչ մի անգամ վերևից չեն նայել մյուս երեխաներին։ Նայեք, ինչպես է Աշոտը շրջում քաղաքում, ինչպես սովորական տղա։ Նրա դուստրերը ինչպես ընկերություն էին անում մանկության ընկերների հետ, այնպես էլ շարունակում են դա անել։ 4. Միթե Քոչարյանի կամ Սերժի ժամանակ ինչ-որ մեկը կարող էր քննադատել նրանց երեխաներին։ Այդ դեպքում ինչու է այսօր ինչ-որ մեկը իրեն թույլ տալիս հալածել Փաշինյանի երեխաներին։ Ինչ կապ ունեն նրանք քաղաքականության հետ։ Ոչ մի կապ։ Մեր պատմության վերջին 35 տարիների ընթացքում եղել է առաջին Ղարաբաղյան պատերազմը, եղել է նաև 2016 թվականի քարոզիա պատերազմը, եւ այդ բոլոր տարիներին դիպուկահարներից դագաղներ էին գալիս։ Որևէ մեկը տեսել է, որ Լևոնի, Սերժի կամ Քոչարյանի երեխաները լաց լինեն։ Ոչ, մենք միշտ տեսել ենք ցինիկ մարդկանց, ինչպիսիք են Լևոն Քոչարյանը եւ Սերժի եղբորորդիները։ Ես հիշում եմ, թե ինչպես էին 44-օրյա պատերազմից հետո Եռաբլուրում լաց լինում Փաշինյանի երեխաները։ Որևէ մեկը կասկածում է այդ երեխաների վշտի անկեղծությանը։ Ոչ։ 6 ամիսներին պատտեցնում են տեսանյութեր Փաշինյանի դուստրերի մասին, փորձելով քննադատել նրանց մարզասրահ հաճախելը։ Կարող եք պատկերացնել այդպիսի անհեթեթություն։ Ինչ վատ բան կա նրանում, որ երիտասարդ աղջիկները մարզասրահ են գնում։ Ես ինքս մարզասրահ եմ գնում, եւ ինձ հետ մարզվում են 84-ամյա տատիկ եւ 75-ամյա տղամարդ։ Ինչու երիտասարդ աղջիկները չեն կարող սպորտով զբաղվել։ 7. 3 պարզապես աբսուրդային մեկնաբանություններ տեսա Փաշինյանի դուստրերի մասին, թե իբր Մարիամը չափից շատ է խնամում իրեն։ Ես վաղուց այդպես չէի ծիծաղել։ Լուրջ եք ասում։ Դուք ընդհանրապես գիտեք, որ Երևանի տղամարդկանց մոտ 35%-ը առավոտից երեկո նստում է կոսմետոլոգների մոտ եւ դեմքի մաքրում է անում, որ տղամարդկանց 40%-ը մանիկյուր է անում։ Եվ շատ ճիշտ է անում։ Շատ տղամարդիկ քթի վիրահատություն են անում, որպեսզի Ալեն Դելոնին նմանվեն։ Իսկ քանի տղա կա, որ ստամոքս է վիրահատում, նիհարելու համար։ Գիտեք, քանի տղա է պլաստիկ վիրահատություն անում։ Եվ այս ամենի պայմաններում մենք թույլ ենք տալիս մարդկանց քննադատել Փաշինյանի դուստրերին, որ նորաձև են։ Դե նրանք երիտասարդ աղջիկներ են, եւ ինչ վատ բան կա դրանում։ Շատերը 50-60 տարեկանում են փորձում երիտասարդ երևալ, իսկ ինչու Փաշինյանի դուստրերը պետք է իրենց պահեն ինչպես ծեր կանայք։ 8 Փաշինյանն ունի 1 որդի, եւ նա պատերազմի ժամանակ գնաց պատերազմ։ Որտեղ էին Քոչարյանի ու Լևոնի որդիները եւ Սերժի եղբորորդիները։ Որտեղ էին 90-000 ղարաբաղցիները պատերազմի ժամանակ, երբ պետք էր պաշտպանել իրենց ծնողների գերեզմանները։ Ինչու եմ ես սա գրում։ Դուք բոլորդ երեխաներ ունեք, չէ՞։ Ով իրավունք ունի ձեր երեխաներին հալածել, նույնիսկ եթե ձեզ չեն սիրում։ Ոչ ոք։ Փաշինյանի երեխաները բարի ու լավ երեխաներ են, առատաձեռն, միշտ հյուրասիրում են իրենց ընկերներին։ Պետք չէ անտարբեր նայել, թե ինչպես են նրանց վիրավորում սոցիալական ցանցերում։ Դուք նույնպես կարող եք վրդովվել եւ պահանջել նրանց չդիպչել։ Հեղինակ՝ Ռոման Բաղդասարյան,